Պարոն Ղազարյան, եկեք խոսենք տարածված, շատ տարածված մի երևույթի մասին, երբ վիրուսային հիվանդությունների, մասնավորապես շնչական վարակների դեպքում մեր ազգաբնակչությունը անմիջապես սկսում է ընդունել հակաբիոտիկներ, ընդ որում արդեն անգիր գիտեն դոզաները, ինչ պիտի ընդունեն, չեմ ուզում անունները հնչեցնել, որպեսզի ավելի չվնասենք իհարկե, եւ այս առումով շատ կարեւոր է իհարկե մարդկանց հասցնել ինֆորմացիան, հենց կուզենայի դրա մասին խոսենք, որն է պատճառը, որ անմիջապես սկսում են օգտագործել հակաբիոտիկներ, ընդ որում դեռ առանց բարդությունների, եւ արդյոք այս դեպքում այդ ընդունված հակաբիոտիկները ոչ թե օգնում, այլ ավելի շատ վնասում են, արտահայտելով իրենց կողմնակի ազդեցությունները եւ առաջացնելով օրինակ տոլերանտություն։ Գիտեք, միգուցե դա պայմանավորված է հանրության շրջանում վախի զգացումով, որ կարող է չհաղթարեն այդ նշված հիվանդությունը, որը նրանք տանում են, բայց պետք է նշեմ, որ հակաբիոտիկները ոչ մի ազդեցություն չունեն վիրուսային վարակների վրա, իսկ գոյություն ունեցող բոլոր սուր շնչական հիվանդությունները պայմանավորված են բացառապես վիրուսներով։ Եվ առաջին 5 օրերի ընթացքում ջերմությունը պայմանավորված է հենց վիրուսի առկայությամբ, անհարկի խմել հակաբիոտիկներ, դա ուղղակի լրացուցիչ վնաս է հասցնում օրգանիզմին, այն առումով, որ առաջին հերթին հակաբիոտիկները իջեցնում են իմունային պատասխանը օրգանիզմի, բերում են արյան իմունային պաշտպանություն ապահովող բջիջների քանակի նվազմանը, մյուս կողմից հակաբիոտիկների անհարկի նշանակումը կարող է օրգանիզմում առաջացնել մանրէների կայունություն եւ այդ բակտերիաների, մանրէների կայուն շտամների ձևավորման արդյունքում այլևս հետագայում Աստված մի արասցե արդեն անհրաժեշտության դեպքում այդ նույն հակաբիոտիկները կարող են այլևս չազդել։ Այդ պատճառով հորդորում եմ մեր քաղաքացիներին, որպեսզի սուր շնչական վարակների ժամանակ խուսափեն հակաբիոտիկների կիրառումից, միայն նշանակվի այն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից։